Բարեկամներ ողջույն, հուսամ լավ եք, հավերժական բարեկամություն կլինի, համոզմունք է հայտնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով մեր թեմաների մասին։ Թրամփը Սպիտակ տանը Փաշինյանի, Ալիևի հետ արված լուսանկարն է հրապարակել իր սոցցանցում եւ իրեն չբնորոշ լավատեսություն է հայտնել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ լուսանկարը, որին կից գրել է հետեւյալը. մեջբերումը. Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալու այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց նախագահ Իլհամ Ալիևի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ինչն ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Մեջբերման ավարտ։ Օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական հանդիպման մասին մենք քանիցս խոսել ենք ձեզ հետ միասին, կարիք չկա բովանդակությանը կրկին անդրադառնալու, բայց միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ Թրամփը մի քանի հարցազրույցներում Արմենիա անունը, մեր երկրի անունը Ալբանիա էր կոչել, Ադրբեջան բառն էլ շատ դժվարությամբ էր արտահայտում, վերջը չստացվեց արտաբերել եւ հանկարծ այդ փոքրիկ, ինչպես ասում են, X-երից հետո հանկարծ հիշել է այդ պատմական օրը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը ստորագրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ պատմական հռչակագիրը։ Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ համատեղ ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, այնուհետև նաև երկրի ղեկավարները այն ստորագրեցին եւ արդյոք ԱՄՆ նախագահը ճակերտավոր շտկում է մտցնում օրակարգ։ Վերջը նախագահ մարդ է, մի քանի անգամ եթերում Արմենիային Ալբանիա կոչեց, Ադրբեջան բառը դժվարությամբ արտաբերեց, հասկանալի է, չէ, որ մամուլում ակտիվ քննարկվում էր նաև այս ամենը, ու հիմա նախագահ Թրամփը հրապարակում է անում սոցցանցերում Արմենիա եւ Ադրբեջան անունները կարծես ընդգծելով, որ տեսեք, ճիշտ եմ արտաբերում։ Հիմա բավականին արագ եւ մերոնք եւ ադրբեջանական կողմը իդեպ նաեւ բարձրագույն մակարդակով, ասենք, արձագանքեցին այս հրապարակմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հրապարակումը գրել է հետեւյալը. Նախագահ Դոնալդ Թրամփ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ միջնորդության համար Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ TRIP-ի իրականացման ուղղությամբ։ Մեջբերման ավարտ։ Բառն ինքնին հետաքրքիր էր։ Ադրբեջանը իր հերթին շնորհակալություն է հայտնում, նախագահ Ալիևն է հրապարակում կատարել։ Նախագահ Դոնալդ Թրամփ, ձեր Truth Social էջում գրված բարի խոսքերի համար շնորհակալ եմ, ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը խթանելու եւ Վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովն անցկացնելու գործում։ Դուք Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության եւ ձևավորող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք, ասում է Ալիևը, եւս մի հետաքրքիր փաստ Հետաքրքրական է, որ Ալիևը նկար է հրապարակել, որտեղ երկուսով է կանգ, Փաշինյանն ու Ալիևը իրար հետ են կանգնած կողք կողքի, իսկ Վիետնամասում Թրամփի մահափորձից ամենահայտնի լուսանկարն է արված, ինչու դա ընտրեց, չգիտենք, բայց Ալիևը նաև ծավալուն հարցազրույց տվեց այս թեմայի շուրջ լրատվամիջոցներին, տեղական լրատվամիջոցներին, որտեղ մեզ ծանոթ հռետորաբանությանը կարծես եկել էր փոխարինելու զսպվածությունը, ինչ էր պատահել։ Խաղաղ օրակարգ վերնագրով հոդվածում Ադրբեջանի նախագահը հետաքրքրական է, բայց փաստացի ըստ էության առաջին անգամ է խոսում այն կետերի մասին, որոնց մասին մերոնք հայկական կողմը, եթե չասեմ տարիներ, ապա ամիսներ հաստատ խոսում է եւ խոսում, որևէ արձագանք չկա։
Այս հոդվածում նա անդրադարձել է այն կետերին, որոնց մենք քանիցս անդրադարձել ենք, այն է, օրինակ, պետությունների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնամխելիության եւ քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման մասին խոսել է, մանրամասն ասել, այո, մենք համաձայնում ենք։ Երկրորդը, պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացառության, փոխադարձ հաստատման եւ ապագայում նման պահանջ չներկայացնելու իրավական պարտավորության ընդունման մասին է խոսել։ Ասել է, որ այո, դա էլ է, դրան էլ են համաձայն։ Միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքների դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց զերծ մնալու մասին է խոսել։ Պետական սահմանների սահմանազատման եւ սահմանազատման դիվանագիտական հարաբերությունների հաստատման, տրանսպորտային կապերի բացման եւ համապատասխան այլ հաղորդության ուղիների մասին է խոսել։ Մի խոսքով այն կետերի, որոնց մասին հայկական կողմը քանիցս արտահայտվել է։ Իդեպ հարցազրույցի հենց այս հատվածը համացանցում հասանելի է, կարող եք ստուգել անգամ ադրբեջանական կայքերը, ռուսական կայքերը, մի շարք այլ միջազգային կայքեր անդրադարձ են կատարել, կարող եք դուք էլ ծանոթանալ մի քանի լեզվով այն հասանելի է համացանցում, բայց ինքնին հենց այս հատվածը, որը մենք առանձնացրել էինք, հետաքրքրական է նրանով, որ Ադրբեջանի նախագահը, ով ծավալապաշտական եւ առավելապաշտական սպառնալիքների եւ այլ սադրանքի լեզվով էր հաճախ խոսում, կարծես թե վերանայել է իր բառամթերքը։ Ինչու հանկարծ։ Սույն հոդվածը ավարտվում է ավելի հետաքրքրական մասով, այսպիսով օգոստոսի 8-ին վճռական քայլ կատարվեց դեպի խաղաղություն, ասում է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ստորագրված հռչակագրի մասին խոսեց եւ ամփոփեց միտքը հետեւյալ կերպ. Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ դրեց հայ-ադրբեջանական առճակատմանը։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ այս նախաստորագրված փաստաթղթի մասին ադրբեջանական կողմը դեռ օրեր առաջ ասում էր, որ դա վերջ չէ։ Ինչ փոխվեց այս ընթացքում, եւս ենթադրությունները թողնում եմ ձեզ, բայց մեր հասարակության մեջ, բարեկամներ, շատ տարբեր կարծիքներ են պտտվում։ Ոմանք խոսում են պատերազմում պարտության անընդունելիության մասին, ոմանք վրեժի եւ ցասումի, ոմանք փաստերի հետ հաշվի նստելու։ Ում ինչ ոմանք կուրծք ծեծելով սպառնում են մեծացնել եռաբլուրը, իրատեսները փորձում են երկարաժամկետ խաղաղության լուծումներ գտնել։ Ինչ ուզում եք ասեք, բայց կարծես երկրորդ պարագան ստացվում է։ Խաղաղություն է։ Հարաբերական, բայց խաղաղություն։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են խաղաղության այս օրակարգին, լավ կլիներ առաջարկեին, թե որն է իրենց այլընտրանքային օրակարգը։ Դուք էլ մտածեք այս ուղղությամբ։